Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր մարտի 26։ Տիրոջ ողորմությունները։ Հին Իսրայելում ուխտի տապանակը ներկայացնում էր Տիրոջ ողորմությունը, հզոր ճշմարտություն, որը մարմնավորված է Քրիստոսով։ Նրանով մենք կարող ենք ընդունել նրա ողորմությունը, վստահելով նրա փրկարար արյանը և հավիտյան փրկվել։ Դուք կարող եք ծաղրել օրենքը, ծաղրել սրբությունը, քանդել այն ամենը, ինչ խոսում է Աստծո մասին, բայց երբ դուք ծաղր ու ծանակի ենթարկեք Աստծո ողորմությունը, դատաստանը կգա և այն կգա արագ։ Եթե դուք տրորեք նրա ողորմության արյունը, դուք կբախվեք նրա սարսափելի բարկությանը։ Ահա թե ինչ եղավ փղշտացիների հետ, երբ նրանք գողացան տապանը։ Մահացու կործանումը նրանց վրա հասավ, մինչև նրանք ստիպված եղան խոստովանել. «Սա զուտ պատահականություն չէ, Աստծո ձեռքը ակնհայտորեն մեզ վրա է»։ Նկատի առեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ տապանը տարան Դագոնի հեթանոսական տաճար, ծաղրելու և մարտահրավեր նետելու Իսրայելի Աստծուն։ Կեսգիշերին տապանի վրայի ողորմության աթոռը դարձավ դատաստանի պատուհաս։ Հաջորդ օրը Դագոն կուռքը գտնվեց տապանի առաջ երեսի վրա ընկած, գլուխը և ձեռքերը կոտրված։ Առաջին Թագավորաց 5-րդ գլուխ 2-ից 5-րդ խոսքեր։ Բոլոր նրանք, ովքեր ձգտում են Քրիստոսի եկեղեցին աշխարհիկության կամ ագնոստիցիզմի իշխանության տակ դնել, կդատապարտվեն։ Երեմիան ասում է. «Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցան նրա գթությունները»։ Ողբ 3 գլուխ 22-րդ խոսք։ Երբ մարդիկ ծաղրում են այս մեծ ողորմությունը, որը Քրիստոսն է, դատաստանը անխուսափելի է։ Միայն Տիրոջ ողորմությունն է ուշացնում դատաստանը, և հենց հիմա մեր հասարակությունը օգտվում է այդ ողորմությունից։ Անհավատալի է, որ այս աշխարհը Աստծուն և Քրիստոսին հասարակությունից հեռացնելու մրցավազքի մեջ է մտել։ Տերը չի ծաղրվում, այլ ողորմած է մարդկության հանդեպ։ Ես հավատում եմ, որ դա է պատճառը, որ նա շարունակում է թափել իր օրհնությունները մեզ վրա։ Մենք չպետք է հուսահատվենք ներկա պայմաններից։ Մենք կարող ենք սգալ սարսափելի կոռուպցիայի, ծաղրի և մեղքի համար, բայց հույս ունենք, որովհետև գիտենք, որ Աստված ողորմած է և վերահսկում է ամեն բան։